Միշտ ասում եմ իմ երեխաներին և թոռներին, որ եթե ուզում են ավելի երկար ապրել, նրանք պետք է լսեն բժիշկներին, եթե նպատակը բարգավաճելն է, ավելի լավ է սովորել արդեն կառուցել բիզնեսը, բայց եթե նպատակը ավելի իմաստությամբ ապրելն է, պատասխանը մեծ ուշադրություն դարձնել ավագներին, ի վերջո տարեց մարդը ոչ միայն կնճիռներով ինչ-որ մեկը չէ իր դեմքին։ Նա բաց գիրք է, որը գրված է իր կյանքի կողմից, լի դասերով, որոնք ոչ մի դասընթաց չի կարող դասավանդել։ Ես կպատմեմ մի պատմություն, որը լավ է նշում այս գաղափարը, երբ նա մոտ 25 տարեկան էր, նա այն երիտասարդներից մեկն էր, ով լի էր էներգիայով, հավակնությունից եւ այն համոզմունքով, որ նա գիտեր ամեն ինչ, ես վիճեցի բոլորի հետ, պաշտպանեցի իմ կարծիքները, նույնիսկ երբ նրանց մեջ լիարժեք համոզմունք չունեի, մինչև մի օր պապս խորքային արտահայտությամբ նայեց ինձ եւ ասաց. Ժամանակին ես վիրավորվեցի, նա ծիծաղեց եւ ավելացրեց. Մոտ անկանում են լինել 60% ավելի խորաթափանց, քան շատերը, այսպիսով մարզեք ձեր միտքը ճիշտ հարցեր տալու համար, խոստովանում եմ, որ ժամանակին չեմ հասկացել, կարծում էի, որ հետախուզությունը գիտելիք կուտակելն էր, հարցեր չտալով։ Բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչ նկատի ուներ։ Նկատել եք, թե ինչպես են որոշ մարդիկ ապրում աթոփելատում, դպրոց, աշխատանք, ամուսնություն, կենսաթոշակ, ասես հետևել է կանխորոշված սցենարը, մինչ մյուսները տեսնում են հնարավորություններ, որտեղ ոչ ոք չի տեսնում։ Նրանք գտնում են ստեղծագործական լուծումներ եւ խոչընդոտներ են հասցնում քայլերի, որն է տարբերությունը նրանց միջև, դա փող չէ, ոչ մի շփում, ոչ բնածին տաղանդ, դա այլ կերպ մտածելու ունակությունն է։ Ահա մի պարզ մեթոդ, այնպես որ հիմնականը, որ այն կարող է առաջին հայացքից բենալ տեսնել, բայց հենց այս պարզությունն է, որ այն հզոր է դարձնում։ Ես տեսել եմ, որ այս տեխնիկան փոխում է ընկերների, ուսանողների եւ նույնիսկ անծանոթ մարդկանց կյանքը, որ մի օր կիսվեցի նրանց հետ, մեթոդը կիրառելով ընդամենը 1 շաբաթ անց, նրանք զարմացան։ Թվում է, թե միտքս արթնացավ, ես սկսեցի տեսնել նախկինում անցած բաներ, այսօր ես ձեզ կբացահայտեմ այս գաղտնիքը ձեզ համար, բայց նախ թույլ տվեք հարց տալ։ Ինչու եք հիմա կարդում այս տեքստը, դա միայն այն պատճառով է, որ վերնագիրը խոստանում է ձեզ ավելի իմաստուն դարձնել, գնացեք ավելի խորը։ Ինչն է իսկապես դրդել ձեզ փոփոխության ցանկություն, ավելի ընդունակ զգալու ցանկությունը, կամ գուցե հետևից մնալու վախը, մտածեք դրա մասին, արտացոլման այս պահը արդեն առաջին քայլն է, իսկական աճը չի սկսվում պատրաստի պատասխաններից, բայց անսպասելի հարցերով։ Հիշում եմ մի խոսակցություն, որը ես ունեցել եմ Թել Ավիվում, շատ հարգված ռաբբիով, ես նրան հարցրեցի. Ինչպես զարգացնել ավելի կտրուկ միտք, ինչպես հասկանալ մարդկանց եւ կյանքը խորը մակարդակով, նա մի պահ նայեց ինձ լռության մեջ եւ պատասխանեց. Մի փնտրեք խորհուրդներ, հարցեր փնտրեք, այն ժամանակ ես չհասկացա, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ խորհուրդներ փնտրողները կախված են ուրիշներից, ով է փնտրում ճիշտ հարցերը, գտնում են իրենց պատասխանները։ Եվ ահա թե ինչպես է ծնվում իրական իմաստությունը։ Հիմա ես կկիսեմ այս մեթոդը ձեզ հետ, այն նույնքան պարզ է, որքան մի բաժակ ջուր խմելը, բայց իր դարեր շարունակ կրում է գործնական իմաստության դարեր, սերնդեսերունդ փոխանցված, այն գրքի տեսություն կամ ինտերնետ հոգեբանություն չէ, դա ապացուցված պրակտիկա է։ Պապս իմացավ, որ իմ պապիկս իմացա, եւ այսօր ես առաջ եմ գնում ձեզ, բայց նախազգուշացում։ Այս տեխնիկայի գերակշռելուց հետո դուք չեք կարող վերադառնալ, ձեր միտքը կսկսի այլ կերպ աշխատել, դուք կնկատեք մանրամասներ, որոնք դուք մեկ անգամ անտեսել եք, կզարգացնի այնպիսի սովորություն, որը կուղեկցի ձեզ կյանքի համար եւ կարող է այն կիրառել ցանկացած իրավիճակում, տանը, ուսումնասիրություններում կամ նույնիսկ պարզ շուկա բանակցություններում, մարդիկ իրենց հարցնեն. Ինչու է նա այդքան խորաթափանց տեսք ունի, ինչու է ամեն ինչ աշխատում նրա համար, եւ դուք կիմանաք պատասխանը։ Շատերը կարծում են, որ ավելի խելացիփ։ Ստացեք հարյուրավոր գրքեր, զարդարեք հանրագիտարանները կամ անգիր փիլիսոփաներ, այնուհետև նրանք հիասթափեցնում են։ Ես լիարժեք գլուխ ունեմ, բայց իմ կյանքը չի փոխվում, քանի որ հետախուզությունը ուրիշների գիտելիքների ավանդ չէ, դա գործիք է, որը պետք է օգտագործվի ամեն օր, եւ ահա այս մեթոդը նույնքան արդյունավետ է, որքան անտեսված։ Հարցեր տվեք, միշտ, ամենուր, ամենից առաջ։ Դա ակնհայտ է թվում, այդպես չէ, բայց եկեք խորանան, պապս ասում էր։ Պատասխանը փակում է դուռը։ Հարց է բացում հնարավորությունների աշխարհ, երբ մենք պատրաստի պատասխան ենք ստանում, մեր միտքը կարգավորում է ներքև, բայց երբ հարց ենք տալիս, մենք անվանում ենք որոնման գործընթաց, ուղեղի միացման գաղափարները։ Վերլուծում են տարբեր անկյուններ եւ ստեղծում նոր հեռանկարներ, ավելի շատ հարցեր, այնքան ավելի ակտիվ է միտքը։ Փորձեք 1 շաբաթ։
Ամեն օր ինքներդ ձեզ առնվազն 3 արտացոլող հարցեր դարձրեք, օրինակ, մի քանի օրվա ընթացքում դուք կնկատեք փոփոխություն, դա կտեսնի ակնհայտից այն կողմ, դուրս կգա ավտոմատ ռեժիմից եւ կտեսնի մանրամասներ, որոնք մեկ անգամ փախել են։ Ես ձեզ կասեմ անձնական գործ, երբ ես փոքր էի, քեռիս վրա փոքր խանութում աշխատում էի, իմ գործը պետք է վաճառեր, գումարներ ստանալ եւ հաճախորդներին ծառայել կրթությամբ, բայց ես նկատեցի, որ չնայած մենք նույն ապրանքները վաճառեցինք նույն մարդկանց, նրա վաճառքը միշտ ավելի մեծ էր, քան իմը, ես հիասթափվեցի։ Արդյոք նա խաբում է ինձ, մինչև հարց չստացա։ Ինչ է նա այլ կերպ վարվում, ես սկսեցի դիտել նրան եւ պարզեցի, որ մինչ ես պարզապես ցուցադրում էի արտադրանքը, նա հաճախորդներին հարցեր էր տալիս։ Ինչու է ձեզ հարկավոր այս գործվածքների համար, մինչ հաճախորդը պատասխանեց, նա արդեն հասկացավ իրական անհրաժեշտությունը եւ առաջարկեց լավագույն տարբերակը, հետո ես հասկացա, որ գաղտնիքը ապրանքի մեջ չէ, բայց հարցնելու արվեստում։ Այդ ժամանակվանից ի վեր ես այս սկզբունքը կիրառել եմ ամեն ինչի համար, եւ այն աշխատում է ցանկացած ոլորտում, բիզնեսի, հարաբերությունների, ուսումնասիրությունների եւ նույնիսկ տոնավաճառում լոլիկի գինը հաչելու ժամանակ։ Հրեական ավանդույթում եւս մեկ արժեքավոր տեխնիկա։ Երբեք գոհ չէ առաջին պատասխանից, հարց տալու դեպքում եւ գաղափար է մտքում, մի կանգ առեք այնտեղ, հարցրեք ինքներդ ձեզ։ Որն է երկրորդ հնարավորությունը, եւ երրորդը, դա սովորաբար ավելի քիչ ակնհայտ այլընտրանքներում է, որ լավագույն լուծումները են, մի անգամ իմ ծանոթը բողոքեց։ Ես փող չունեմ, այնպես որ չեմ կարող ընդլայնել իմ բիզնեսը, դա առաջին պատասխանն էր, երկրորդը, միգուցե ես կարող եմ գտնել գործընկեր, երրորդ, ինչպես ավելի փոքր չափով սկսել, բայց սկսել, դա այն դեպքում, երբ նա երրորդ տարբերակը դնում է գործնականում, որ բիզնեսը դուրս է եկել։ Վերջապես, ամենադժվար հարցերը, որոնք մենք ենք հարցնում ինքներս մեզ, պարզապես նրանք, ովքեր ամենից շատ խուսափում ենք, քանի որ պատասխանները կարող են վնասել, բայց նրանց մեջ է, որ վերափոխման ուժն է, ինքներդ ձեզ ազնիվ հարցրեք։ Ես ինքս սկսեցի այս հարցերը տալ 20 տարի առաջ, եւ դա այն է, ինչը փոխեց ամեն ինչ։ Եվ ինչ որ բան գիտեք, ես հասկացա ինչ որ հիմնարար բան։ Իմ խնդիրների կեսը ուրիշներ չէին, բայց իմ մեջ, այս ճշմարտությունը լուսավորված լամպի պես ընկավ, ամեն ինչ սկսեց վերափոխվել, 5 հարցերը ուրիշներին, հրեական ավանդույթում իմաստուն սկզբունք կա։ Եթե ուզում եք հասկանալ մարդուն, մի խոսեք, հարցրեք, մարդիկ սիրում են կիսել իրենց պատմությունները, եւ երբ մենք ճիշտ հարցեր ենք տալիս, մենք օգտվում ենք նրանց գիտելիքներով, նրանց փորձառություններն ու հույզերը, դա անգնահատելի նվեր է։ Ես սովորեցի ծերերին հարցնել քառակուսի բանկում, այգում գտնվող երեխաները, նույնիսկ ավտոբուսում անծանոթ մարդիկ, եւ ես ինչ-որ զարմանալի բան եմ հայտնաբերել։ Յուրաքանչյուր մարդ Եկե եզակի իմաստություն, խնդիրն այն է, որ շատերը չեն անհանգստացնում հարցնել։ 6. Ինչպես դա վերածել սովորության, այժմ գալիս է ամենակարևոր մասը։ Ինչպես այն դարձնել ամենօրյա պրակտիկա, ես կկիսվեմ մի պարզ մեթոդ, վերցրեք նոթատետր, ամեն երեկո ձեր օրվա վերաբերյալ 3 հարց գրեք պարզապես հարցերը, այլ ոչ թե պատասխանները, հաջորդ օրը փորձեք գտնել դրանք, երբեմն դա կտևի 1 րոպե, երբեմն 1 շաբաթ, բայց ձեր ուղեղը անընդհատ շարժվելու է, կներկայացնի կապեր, վերլուծություն, դա նման է մտավոր ուսուցման, 1 շաբաթվա ընթացքում դուք կհասկանաք, որ ավելի խորը մտածում եք։ Ես գիտեմ, թե ինչ կարող ես մտածել, 3 հարց թվում է հիմար, բայց հենց այս պարզության մեջ է, որ իշխանությունը բնակվում է, իմ ձևով ես տեսա մարդկանց, ովքեր, այս սովորության շնորհիվ, փոխել են իրենց կարիերան, փրկել հարաբերությունները եւ գտել են իրենց բիզնեսի նորարարական գաղափարներ։ 7. Հրեական իմաստություն գործնականում, ասում է, որ ասում է, հիմարը պատասխաններ է փնտրում։ Իմաստունները հարցեր են փնտրում, դրանք դատարկ բառեր չեն, մի հարց է այնպիսի բանալին, որը դռներ է բացում մտքում, որքան շատ ստեղներ ունեք, այնքան ավելի շատ դռներ կարող եք բացել, պատկերացրեք, 1 շաբաթվա ընթացքում դուք կունենաք 21 հարց։ 1 ամսվա ընթացքում 90, 1 տարվա ընթացքում 1000-ից ավելի, 1000 դռների 1000 բանալին, ինչ եք կարծում, ձեր միտքը կմնա նույնը, իհարկե։ Հիմա արտացոլեք։ Դուք պատրաստ եք ապրել այս կանոնից հետո 1 շաբաթ, փորձել եւ տեսնել, թե ինչ է պատահում, եթե այդպես է 7 օրվա ընթացքում դուք առնվազն 60% ով ավելի խորաթափանց կլինեք, դա կախարդական չէ։ Գործող գործողության մեջ դա նյարդոպլաստիկություն է։ 8. Եզրակացությունը, մենք սկսում ենք մի պարզ գաղափարով։ Միտքը տեղեկատվական ավանդ չէ, այլ գործիք, եթե մենք դա չենք օգտագործում, դա խանգարում է, եթե մենք այն իմաստուն օգտագործենք, նույնիսկ ամենատարածված միտքը կարող է հանճարեղ գործիք դառնալ, գաղտնիքը հարցնել, այն հնչում է հիմնական, բայց դա այն է, ինչը մարդու ավելի խելացի է դարձնում մի քանի օրից։ Ինչ որ մեկը կարող է մտածել.
Լավ, այն գեղեցիկ է թվում, բայց դա շատ պարզ է, կատարեք բարդ բաներ ավելի լավ չեն աշխատում, դժմարտությունն այն հակառակն է, միայն պարզ բաները կրկնվում են ամեն օր, առաջացնում են իրական վերափոխում, լվացեք ձեր ձեռքերը, խոզանակեք ձեր ատամները, շնորհակալություն հարցրեք, այս փոքր գործողությունները իրական ուժ են։ 9. Իջակի պատմությունը, ես հանդիպեցի Իտեժակ անունով մի տղամարդու, ոչինչ արտառոց։ Դպրոցում միջին գնահատականներ, ընդհանուր աշխատանք, բայց նա սովորություն ուներ։ Նա հարցեր տվեց, մի վախեցեք միամիտ, նա հարցրեց շեֆին. Ինչու ենք դա անում այսպես, հարևանին։ Ինչպես եք խնայում էներգիան, կնոջ համար։ Ինչ ես արեցի ձեզ այսօր անհանգստացնելու համար, սկզբում նրանք ծիծաղեցին նրա վրա, այնուհետև նրանք սկսեցին հիանալ նրանով, քանի որ նրանց հարցերը հանգեցնում էին անսպասելի լուծումների, նա հասկացավ մարդկանց ավելի լավ բանակցություններ վարել։ 10 տարի անց նա դարձավ առաջնորդ, չնայած բոլորը նրան համարում էին ևս մեկ, հարցերի ուժը վերափոխեց այն։ Եթե այն աշխատել է Իթեժակի հետ, պապիկիս և ինձ հետ կաշխատի ձեզ հետ։ 10. Ինչ է տեղի ունենում մեկ շաբաթվա ընթացքում, թույլ տվեք նկար նկարել։ Դուք սկսում եք զբաղվել, նշելով օրական 3 հարց, 2-3 օրվա ընթացքում ձեր միտքը կարծես արթնանում է, դուք նկատում եք մանրամասներ, որոնք ժամանակին աննկատ են եղել, 5-րդ օրը դուք գիտակցում եք, որ ձեր խոսակցությունները ավելի բնական են հոսում, դուք լսում եք հասկանալ, չպատասխանել, և 7-րդ օրը նայեք հայելու մեջ և մտածեք. Սպասեք, ես փոխվեցի, ես այլ կերպ եմ տեսնում աշխարհը, դուք ստացաք ավելի իմաստուն, և դա հենց սկիզբն է։ 11. Ինչու է այն փոխում ամեն ինչ, հարցեր ազատեք մեզ, շատերն ապրում են ավտոմատ։ Պետք է աշխատել, ամուսնանալ, մեքենա գնել, իմաստունը հարցնում է, ինչու ինձ պետք է, և գտնում է, որ կան այլ եղանակներ, մյուսները պայքարում են անհեթեթության համար։ Իմաստունը հարցնում է, որն է ամենակարևորը, ճիշտ լինել կամ պահպանել հարաբերությունները, և ընտրեք իմաստություն, որոշ վախի փոփոխություններ։ Իմաստունը հարցնում է, ինչ եմ կորցնում, եթե գոնե փորձեք, և առաջխաղացումներ։ Հարցերը փոխում են մեր հեռանկարը, և երբ հեռանկարային փոփոխություններ են կատարում, ամբողջ կյանքը վերափոխվում է։ 12. Վերջնական խորհուրդ, ես ուզում եմ, որ դուք հիշեք մի բան։ Անկախ ձեր տարիքից, որտեղ և կամ ինչ ես անում, հետախուզությունը փիլիսոփաների կամ հանճարների արտոնություն չէ, դա գործիք է, որը մենք բոլորս ունենք, հարցն այն է, որ այն օգտագործում եք։ Ես խնդրում եմ, որ սկսեք այսօր, վերցրեք թերթ, գրեք 3 հարց ձեր օրվա վերաբերյալ, վաղը, ևս 3, մեկ շաբաթվա ընթացքում դրանք կարդացեք, դուք կզարմանաք, դա կլինի ձեր հետ զրույցի նման միայն ավելի խորը, բացահայտելով ձեր սեփական աճը։ 13. Աջակցություն և մոտիվացիա, գիտեմ, որ միշտ չէ, որ հեշտ է, կան օրեր, երբ ամեն ինչ անիմաստ է թվում, երբ կասկածում ենք ինչ-որ բան փոփոխությունների, բայց վստահություն։ Փոքր քայլերը մեծ փոփոխություններ են կառուցում, ոչ ոք գիշերվա ընթացքում իմաստուն չի դառնում, բայց եթե ամեն օր փոքրիկ քայլ եք անում, մեկ տարվա ընթացքում դա այլ անց կլինի։ Ավելին, երբ ավելի իմաստուն եք դառնում, ձեր շուրջը բոլորը հաղթում են, ձեր երեխաները, ձեր ծնողները, ձեր ընկերները, քանի որ սկսում եք տարածել մտքերն ու հարցերը, որոնք նրանց ոգեշնչում են, դուք դառնում եք օրինակ։ 14. Սինթեզը, այսպիսով, ահա պարզ և ուղղակի եզրակացությունը։ Ոնց անկանում եք մեկ շաբաթվա ընթացքում 60% խելացի լինել, սկսեք հարցնել, ոնց անկանում եք մեկ տարվա ընթացքում կրկնապատկել ձեր իմաստությունը, շարունակեք հարցնել, անկանում եք դառնալ առավել խորաթափանց անձնավորություն, որը գիտեք։ Երբեք մի դադարեք։ Հիշեք, թե ինչ է ասել պապը։ Իմաստությունը 7 օրվա ընթացքում սովորություն է և սովորության ձևեր։ 15. Հրավեր, եթե այս փիլիսոփայությունը ռեզոնանսվի ձեզ հետ, եթե այս պարզ պատմությունները և խորհուրդները օգնում են այլ բաներ տեսնել, մնալ այստեղ, դա պարզապես այլ ալիք չէ։ Դա տարածություն է նրանց համար, ովքեր ցանկանում են աճել, յուրաքանչյուր տեսանյութ նման կլինի զրույցի հետ ընկերոջ հետ, ով խոսում է ճշմարտությունը և բաժանում է փորձը։ Այսպիսով բաժանորդագրվեք, ոչ թե ալգորիթմի կողմից, այլ այն պատճառով, որ միասին մենք կարող ենք ավելի շատ հարցեր կառուցել, ավելի շատ պատասխաններ և, ամենից առաջ, ավելի իմաստություն։ Եվ, ինչպես ասում ենք այստեղ, թող ձեր հարցերը լինեն իմաստուն և ձեր պատասխանները օգտակար, հոգ տանել և մինչև հաջորդ տեսանյութը։